Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, երբ որ ինչ-որ մի զորավոր թշնամի ուզում է ամրոցներ գրավել, նստում է ու քննում է, տեսնի, որ ամրոցին ինչքան զորք տրամադրի, ինչքան ժամանակ, ինչքան ուժ գործադրի, որ գրավի, եթե տեսնում է թույլ ամրոցներ են, որ լավ զորաբանակ չունեն, պահակազոր չունեն, պաշտպանություն չունեն, պարիսպ չունեն, ուժ չի էլ գործադրում։ Եվ հատկապես եթե մեջը դավաճաններ կան, լրտեսներ կան, ասենք ներսից քանդված է այդ ամրոցը, դրա վրա ուժը չի գործադրում ընդհանրապես։ Ասում է երբ էլ կգրավեմ։ Բայց այն ամրոցը, որ ներսից դավաճաններ չունի, ուժեղ զորք ունի, պահակազոր ունի, բարձր պարիսպներ ունի, ամբողջ ուժը գործադրում է դրա վրա, որ գրավի այդ ամրոցը։ Ու մի օր չէ, 2 օր չէ, 10 օր չէ, 10 ամիս, 20 ամիս, 40 տարի գործադրում է, որպեսզի գրավի այդ ամրոցը։ Մի հատ հետաքրքիր էսպիսի պատմություն կա Հայելի վառեցում։ Սատանան նստած է, դևերը գալիս է նրա առջև, ամեն մեկը սկսում է իր արածները պատմել։ Մեկը գալիս է ասում է, դե հարսանիք էր ասում է, կռիվ գցեցի, մարդիկ իրար ծեծեցին, ջարդեցին, մարդասպանություն էլ եղավ։ Սատանան չափալոխում է այս դևին, ասում է գնա յանին բան ես արել անպետ։ Մյուսը գալիս է ասում է դες ծովահենների նավ էր ասում է։ Կռիվ գցեցի այդ նավի մեջ, ասում է իրար խփին գր, ասում է դե դրանք ծովահեններն էլ վերջը դժոխք են եթալու, յանին բան ես արել։ Մի հատ տալիս է վզին գնա, ասում է գնա, բան չես արել։ Եկել մի հատ խորամանկ դև, սովոսկալով գալիս ասում է, 40 տարի ասում է մի հատ ճգնավորի դեմ պայքարում էի ասում է, այս գիշեր գցեցի շնության մեղքի մեջ։ Ասում է ապրեստ, գահից իշում արի, ասում է արի նստեք ասում է, արի դու արժան ես իմ փոխարեն դինելու։ Այսինքն, երբ որ մենք թողնում ենք աղոթքը, երբ որ մենք կամաց հեռանում ենք Աստծուց, հա, հետո ուզում ենք վերադառնալ աղոթքի, չարախավոր լարվում է մեր դեմ, բայց հենց մենք չենք աղոթում, չէ, սառն ենք, անտարբեր ենք, գաղջ ենք, մեր դեմ չի պայքարում, ասում է լավ ասեց, թող սենց էլ մնա, որտև ինքը որի Աստծուց հեռանա իրան ես մեկից մեկ կվերացնեմ, թող մենակ շատ հեռանա Աստծուց, աղոթքից հեռանա, Աստծուց հեռանալ է նշանակում, հա, Աստված պաշտությունից աղոթքից հեռացար, Աստծուց հեռանում, ամեն օր աղոթք չարեցիր, ջերմերանդ, կամաց սառում ես, հաղորդությունը հատկապես արժանավորապես, եթե երկար ժամանակ չես ճաշակում, չգիտեմ, ամիս կամ 2-3 ամիս կամ եթե մի տարի չես ճաշակում, ու մեռած ես եւ շատ ես հեռանում Աստծուց, եւ ինքը քեզ ձեռ չի տալիս, ասում է շատ լավ է, կամաց ներքաշում է մեղքերի մեջ ի վերջո, անպայման մեղքերի մեջ է, մի անգամից չի անելու, հերթով, ծխելա, խմելա, խաղալա, շլանալա, հերթով, քայլ տանելու է, բայց ոչ աղոթքի մեջ, կսպասի մի քիչ աղոթքից կհեռանաս նոր։ Եվ երբ դու կանգնես աղոթքի, ուժեղ պատերազմ է քո վրա գալու, ահավոր պատերազմ է գալու, որտեղ դու իրան ձեռնոց ես նետել։ Պատերազմ ես հայտարարել չարին, աղոթք նշանակում է պատերազմ չարին, ջերմերանդ աղրան, պատերազմ ես հայտարարել չարին, իրա դեմ ես հելել, Աստծո զորությամբ, քնել քո դեմ մնահել, բայց թե ոչ բան չի կարող։ Քանի որ մեր Տերը մեզ հետ է, մենք կհաղթենք չարին, Աստծո ողորմությամբ, մնում արթուն լինենք, որքան Աստծուն մոտ, որքան աղոթքի մեջ, այնքան ուժեղ զորավոր, որքան աղոթքից հեռու, Աստծուց հեռու, այնքան թույլ ու տկար, չարիքեր։ Աստծուն մոտ լինենք, աղոթքով լինենք ու զորավոր կլինենք։